մի մարդ, որի ամենամոտիկ ընկերներից մեկը Ֆրանսիայի նախագահն է, որը մեր ժողովրդին խաբեց, խոստացավ մեզ, որ կլինի մեր կողքին եւ հանձնեց 120,000 հայ։ Եվ հիմա էլ հանգիստ նայում է, թե Հայաստանը ինչպես հանձնեց Մեղրին եւ այս Զանգեզուրի միջանցքը ունով զիջեց։ Իհարկե, իր հետևը կանգնած է Թուրքիան, Ադրբեջանը, Անգլիան եւ Ֆրանսիան, Ռուսաստանի ամենաոխերիմ թշնամիները։ Եվ նա մեզ դարձրեց խաղաքարտ, ինչպես միշտ, խաղաքարտ արևմուտքի ձեռքում Ռուսաստանի դեմ։ Սա մեր հասարակության հիվանդությունն է։ 1918-ից 20 թվականին մենք նույն խաղը խաղացինք, կորցրեցինք մեր հանրապետությունը, բայց դա մեզ դաս չեղավ։ Ուրեմն, գիտեք, ամեն հասարակություն արժանի է իր նրան ինչ որ նա ունի, արժանի է իր ճակատագրին։ Եթե մենք էլի ենք ուզում այս խաղը խաղանք, եկեք էլի այս խաղը խաղանք, նույն արդյունքով դառնանք Թուրքիայի եւ Ադրբեջանի մի մաս, բայց այս անգամ 11-րդ բանակը, Կարմիր բանակը չի գալու Ադրբեջանից, որտեղ Ռուսաստանը այսպիսի ներկայություն չունի այլևս Կովկասում։ Եթե մենք ուզում ենք դիվերսիֆիկացնել մեր նավթի եւ գազի իմպորտը, շատ լավ, մեր կողքը կա Իրանի պես պետություն, որտեղից մենք կարող ենք դա գնել, բայց երևի ճիշտը նա է, որ մենք ենթարկվենք այն պետությանը, որը դեռ երկար ցուցակ ունի պահանջների եւ այդ ցուցակը չկատարելու դեպքում ուղղակի կփակի խողովակը հաց եւ նավթ եւ էլեկտրականություն եւ գազ չունենալու դեպքում հայերը միանգամից կենթարկվեն ցանկացած պահանջի։ Եթե դա եք ուզում, թող այդպես լինի։ Ես այլևս չեմ ուզում ոչ մեկին խանգարել։